Բարև այսօր եւս շարունակելու ենք խոսել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների եւ մարտահրավերների մասին։ Այս համատեքստում հանրային քաղաքական շրջանակներում որոշակի աշխուժություն է առաջացել հանրապետության երկրորդ նախագահի ասուլիսը, նրա ուղերձները եւ ներքին եւ արտաքին, այդ թվում եւ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ընդհանրապես, Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանության մակարդակը այս կամ այն համակարգում, նաեւ ներքին խնդիրները, երկրորդ նախագահների առերևույթ հակադրությունը, նրանց պայքարը իշխանությունների դեմ եւ այլն եւ այսպես շարունակ։ Իմպիչմենտի գործընթացը մոռացա, որի մասին խոսելիս մարդ չգիտի ասի արդեն սկսված թե արդեն ավարտված։ Սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կոնջորյան։ Սկսենք ասուլիսից, երկու օր այս ասուլիսը արդեն կարծես թե թրենդի մեջ է։ Նախ ընդհանուր դատողություններ, ընդհանուր գնահատական այս ասուլիսին եւ ասուլիսի ժամանակ հնչած ուղերձներին։ Ինչ ուղերձներ էին դրանք, որոնք էին հիմնականները Հայաստանի հասարակության համար էին, թե նաեւ դրսի համար էին։ Ընդհանուր գնահատական, հետո կառանձնացնենք ներքին եւ արտաքինը, թեև դրանք իրար շարունակություն են։ Գիտեք, բովանդակության տեսանկյունից ես կարծում եմ որևէ էական նորություն չկար, որովհետեւ նույն արդեն հնացած մանտրաներ կրկնում Ռոբերտ Քոչարյանը, որպես ասուլիս շատ տարօրինակ էր, որովհետև ավելի շատ փակ ակումբի իր այսպես ֆան կլուբի կամ իրեն պատկանող լրատվաբինյոցների ներկայացուցիչների հետ ինքը փակ ռեժիմով ըստ էության հարց ու պատասխան ուներ եւ բնականաբար թե հարցերը թե հարցադրումներն ու պատասխանները ամեն ինչ արդեն իսկ ծրագրված սցենարով էին գնում։ Ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը իր նախավերջին ասուլիսից հետո, որտեղ որ իրեն հնչեցին մի քանի այսպես իսկական հարցադրումներ եւ բնական հարցադրումներ լրագրողների կողմից եւ որոնց պատասխանը նա չուներ, դրանից հետո կարծես թե իրեն հուշել էին, որ ամեն դեպքում ժողովրդավարական եւ բաց ուրեմն ասուլիսի ձևաչափը իրենը չի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը չի տիրապետում ոչ նորմալ հայերենին, չի տիրապետում քաղաքական բառապաշարին, Ռոբերտ Քոչարյանը ունի տարրական գրագիտության խնդիր, դուք հիշում եք, որ ժամանակին ես վերջերս մի տեսանյութ էր տարածվել, որտեղ որ լրագրողները ասում են, որ ինչ որ բան են խնդրում, որ գրի, ասում են, որ ես գրեմ մի քանի տառասխալ եմ անում, այո, մամուլի ակումբում, երբ որ ընդհանրապես հաղթանակած երիտասարդություն բառակապակցության մեջ բոլորովին վերջերս դա արդեն ոչ թե վաղ անցյալում, այլ վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանը երկու բառի մեջ 3 տառասխալ էր անում, այսինքն նա մի մարդ է, որը որ ունի տարական բոլոր այսպես թերությունների մեջ ունի նաև դա նա հայերենին նորմալ չի տիրապետում եւ նա ունի հայերեն նաև լեզվամտածողություն, իր լեզվամտածողությունը ուրիշ երկրի է եւ բնականաբար այդ նույն ասուլիսի ժամանակ էլ ասում էր բաներ, որոնք որ այլևս քաղաքականապես որևէ կշիռ չունեն, իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանի այդ ասուլիս կոչվածը ավելի շատ նպատակ ուներ իր որդու ամբարտավան պահվածքից ուշադրությունը շեղելու մի փոքր այսպես օգնության հասնելու սեփական տղային, որին որ նա ուղղակի օթից կարգել է падգամավոր, որովհետև ես մի քանի անգամ հիշեցրել եմ եւ այդ հարցադրումն արել եմ այդ ինչպես եղավ, որ ձեր падգամավորական ցուցակից միանգամից 3 հոգի իրենց պատգամավորական մանդատից հրաժարվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի զավակը դառնա падգամավոր, այդ որ օրենսդրական, իրավական, քաղաքական ջիղի պատճառով էր, որ Լևոն Քոչարյանը միանգամից 3 հոգու վրայով ցատկեց, որ հանգրվանի բայց հանուն ճշմարտության նկատենք, որ այդ հարցում նաև հանրային շրջանակների ձեզ է մեղադրանք ուղղվում, թե այդ ինչպես է պատահում, որ ազգային ժողովում են։ Գիտեք, այստեղ ես այդ մեղադրանքը հասկանում եմ, բայց դրա քիչ մասը կարող եմ ընդունել, որովհետև մեր մեղավորությունը որն է, որ մենք ապահովում ենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ընտրություններ։ Դա հակափաստարկն է, որ ընդունելի է ինձ։ Այո, որովհետև մենք ապահովել ենք ժողովրդավարական ընտրություններ, որտեղ որ նույնիսկ սատանան, եթե համապատասխանում է սահմանադրությամբ իրեն պարտադրված պահանջներին, կարող է մասնակցել։ Եվ ահա Հայաստանի Հանրապետության 300,000 քաղաքացիներ
գնացել են եւ իրենց ձայնը տվել են Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի իրենց ուժերին եւ իրենք համանadrությամբ ամրագրված պահանջների կատարածման արդյունքում հայտնվել են խորհրդարանում։ Իհարկե կան մարդիկ, որ մեզ ասում են, որ դուք պիտի նրանց բոլորին դատեիք, նստացնեիք, նրանք պետք է հայտնվեին ճաղերի ետևում եւ այլն։ Սա մենք արդեն գնում ենք դեպի դատաիրավական համակարգ, որտեղ որ մեր որպես իշխանություն ձեռքերը այնքան երկար կարող է լինել, որքան մեզ թույլ է տալիս համանadrությունը եւ մենք չենք կարող անցնել գծեր, որոնք որ թույլ չեն տալիս եւ որով որ մենք կարող ենք ավելի շատ վնասել պետությանը, քան թե օգնել։ Մենք առաջնորդվում ենք մի վնասիչ տրամաբանությամբ։ Բայց մարդիկ, ովքեր որ մեզ ասում են, թե ինչի են իրենք այդտեղ նստած, պիտի նաեւ գիտակցեն, որ մենք գործ ունենք համանadrության եւ օրենքների հետ, ժողովրդավարության հետ եւ որքան էլ որ շատերին դա տհաճ է, կան մարդիկ, ովքեր գնացել եւ իրենց ձայնը եւ գործ ունենակ նաեւ դատաիրավական համակարգը բարելավելու հետ։ Մենք չենք կարող էլի ունքի տեղը աչքնել հանենք եւ ասենք, գիտեք, մեր սիրտը հովացավ, որովհետեւ սիրտը կհովանա, բայց հետո, երբ որ բոլորս կսառենք, հետո կգան միջազգային զեկույցները, հետո մենք կհասկանանք, եթե գնանք այդ ճանապարհով, եթե գնայինք այդ ճանապարհով։ Հետո ուղղակի մենք կհայտնվեինք միջազգային մեկուսացման մեջ, որովհետեւ այն աշխարհը, որի հետ մենք ցանկանում ենք կառուցել մեր ապագան, ժողովրդավարական հաստատություններ զարգացնել եւ այլն, այդ երկրները չէին կարող աչք փակել, եթե հանկարծ մենք սկսեինք դատաիրավական համակարգը այսպես մեր ցանկալի ճանապարհով տանելու տրամաբանությամբ գործողություններ։ Իսկ դա որ աշխարհն է։ Դա այն աշխարհն է, որը որ դա մասնավորապես Եվրոպական միությունն է, այսինքն այն երկրները, որոնք որ աջակցում են Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարական ինստիտուտների բարելավման եւ զարգացմանը։ Դա այն աշխարհն է, որը որ ինքը հայտնի է բոլորիս, աշխարհի այն երկրներն են, որոնք որ զարգացած ժողովրդավարական երկրներ են, որոնք որ շահագրգռված են, որ ժողովրդավարությունը զարգանա եւ Հայաստանն էլ գնում է ճանապարհով։ Իսկ անվտանգության առումով, ինքնիշխանության մակարդակի առումով ես համոզմունք ունեմ, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը ինքնիշխանության եւ անկախության շատ ավելի մեծ երաշխիք է, քան թե մեզ միջև հիմա պատմած հեքիաթներն են ասել։ Որովհետև մեզ ինչ են ասել, հատկապես 44-օրյա պատերազմից հետո քոչարյանասերժական ընդդիմությունը եւ իրենց արբանյակները մեզ ասում էին, որ այ հեղափոխություն եղավ, այ դուք որոշեցիք գնալ ժողովրդավարության ճանապարհով, դրա համար այսպես եղավ եւ Ռուսաստանը մեզ պատժեց, այսինքն իրենք իրենց բերանով ասում էին, նաև ասում են այդ խաղերի պատճառով, եվրոպական խաղերի պատճառով։ Եվ նրանք փորձում էին ըստ էության Հայաստանի ժողովրդավարությունը հրեշացնել, դեմոնիզացնել եւ ցույց տալ, որ մեր բոլոր ուրեմն դժվարությունների կամ խնդիրների պատճառը ժողովրդավարությունն է։ Իհարկե Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի համար գուցե դա այդպես է, որովհետեւ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, արդար դատական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը, սրանք բաներ են, որոնք որ գենետիկ մակարդակում Ռոբերտ Քոչյան, Սերժ Սարգսյան քաղաքական ուրեմն ֆիգուրների համար անընդունելի են, որովհետև իրենք ժողովրդավարության հականիշն են։ Եվ իհարկե իրենց համար պետք է այնպիսի պայմաններ, որտեղ որ ծաղկում է ոչ թե ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, այլ կոռուպցիան եւ ավտորիտարիզմը։ Իսկ աշխարհագրությունը, տարածաշրջանի քարտեզը գիտեք ինչ եմ ակնարկում, երկրորդ նախագահը ասաց, որ նայում եմ այս քարտեզին, տեսնում հյուսիսում Ռուսաստան, հարավում Թուրքիա, Իրան, Թուրքիայի հետ պատմական ծանր բեռ ունենք մենք, բնականաբար այդ կոմպոնենտները չկան, ինչ Ռուսաստանի հետ եւ տնտեսական, եւ անվտանգային, եւ մշակութային կոդերը, բոլորը պատմությունը եւ այլն, ուրեմն ճիշտ ընտրություն պիտի կատարենք։ Ես կարծում եմ, որ այնպես ինչպես որ Ռոբերտ Քոչյանը չի կարողանում կարդալ տեքստ հայերեն, երևի նույնքան վատ էլ կարողանում է կարդալ քարտեզը ընդհանրապես եւ աշխարհը, որովհետեւ այդ քարտեզը կարդալով էր Ռոբերտ Քոչյանը պատրաստվում Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ ժամանակին իր իշխանության տարիներին, այսինքն Ռոբերտ Քոչյանը ինքը ինչ է արել, եթե այդքան լավ հասկանում է աշխարհաքաղաքականությունից, տարածաշրջանից եւ անվտանգությունից, տնտեսությունից եւ այլն, ինչ է գույք պարտքի դիմաց, Մեղրին Ղարաբաղի դիմաց, Հայաստանի ինքնիշխանությունը ծայրագավառապետ լինելու դիմաց, այսինքն ինքը մշտապես ցանկանում է։ Նախկինում Ռուսաստանը կատարում էր իր պարտավորությունները եւ հետո ձեր իշխանության ժամանակ հանկարծ սկսեց չկատարել։ Իմ իշխանության ժամանակ լավ էլ կատարում էր։ Դե գիտեք, նայած թե մենք ինչ նկատի ունենք պարտավորություն ասելով եւ մենք ընդհանրապես ինչ նկատի ունենք, դա միֆ է եղել։
միֆ է եղել, որովհետև նայեք ինչ է տեղի ունեցել։ Ռոբերտ Քոչարյանը գնացել է եւ նաեւ Սերժ Սարգսյանը։ Իրենք ըստ էության ինչ են արել, իրենք գնացել են միջազգային հարթակներում դիվանագիտական ուրեմն փակ դռների ետևում համաձայնվել են 7 շրջանները տալու մասին, համաձայնվել են ըստ էության հիմնական ադրբեջանական պահանջների վերաբերյալ, հետո դուրս են եկել եւ բան են արել, այսպես սուր են ճոճել, որ ահա իրենք հաղթող նախագահներ Եվ տարիներ շարունակ այս գործընթացը գնացել է եւ ժամանակը աշխատել է իշահ Ադրբեջանի։ Ադրբեջանը այդ ընթացքում հզորացել է, նավթային դոլարների եկամուտները գնացել են իրենց պետական բյուջե։ Ադրբեջանը Ռուսաստանի հետ կնքել է միլիարդավոր դոլարների ռազմական համագործակցություն։ Ադրբեջանը դիվերսիֆիկացրել է իր տնտեսությունը, իր ռազմական գնումները եւ այլն, իսկ այդ նույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը գույք պարտքի դիմաց է արել, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամբողջ տնտեսությունը, էներգետիկ անվտանգությունը, ամեն ինչը տարել դրել է մի երկրի տակ, Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ Հայաստան-Իրան գազամուղի բանն է փոքրացրել, որպեսզի դա համապատասխանի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերին, այսինքն Ռոբերտ Քոչարյանը արել է այն ամենը, ինչ որ շահեկան է եղել Ռուսաստանի համար եւ այդ պահին նաեւ դա համընկել է Ադրբեջանի ստրատեգիական շահի հետ ժամանակ ձգելու եւ պատրաստվելու։ Եվ բնականաբար սրա մասին է խոսք եղել, բայց այդ ընթացքում ինչա նաեւ տեղի ունեցել զուգահեռ այդ ընթացքում Հայաստանից 3 նախագահների իշխանության ժամանակ անվերադարձ Հայաստանը լքել է 1 միլիոն մարդ, 1 միլիոն մարդ։ Հայաստանում հաստատվել է գողապետություն, Ռոբերտ Քոչարյանը դարձել է դոլարային միլիոնատեր, մուլտիմիլիոնատեր կամ միլիարդատեր, տարբեր հաշվարկներ կան, եւ ըստ էության Հայաստանում ջախջախվել է արդարադատությունը, Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բնորոշվում է որպես արյունոկ տասնամյակ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղել են տասնյակ քաղաքական սպանություններ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղել է հոկտեմբերի 27, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանում, չնայած որ վերջին շրջանում բայց տեղի է ունեցել մարտի 1, սա Ռոբերտ Քոչարյանի արյունոտ իշխանության ամբողջ ձեռագիրն է եւ զուգահեռ իրենք դարձել են այո դոլարային միլիոնատեր կամ մուլտիմիլիոնատեր։ Ասում են, որ ինչ միլիոնատեր Տաժաբիդն Հանրապետությունում ամենահարուստ մարդը վարչապետն է եւ ընդհանրապես ձեր ճակատին պետք է գրվի կոռուպցիոն, չգիտեմ ինչ որ այդպեսի ձևակերպումներ։ Ես հասկանում եմ, որ այն պղպջակը, որի մեջ ապրում է Ռոբերտ Քոչարյանը, ինքը պղպջակի մեջ է ապրում։ Եվ այդ պղպջակի մեջ իրեն ականջին մարդիկ գալիս են ասում են բաներ, որոնք որ պիտի իրեն հաճելի լինեն։ Իրեն չեն կարող գալ ասել բաներ, որ իրեն տհաճ է։ Սթափեցնող ճշմարտություններ Ռոբերտ Քոչարյանին հո չեն ասելու։ Եւ բնականաբար երևի կան մարդիկ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը լսի միայն իրեն հաճելի բաներ, գալիս են նաեւ նման ցնդաբանություններ են նրա ականջին։ Որ մեկ տարի հետո այդ ամեն ինչը ջրի երես դուրս կգա եւ մարդկանց առաջարկում է պոպկորնով նստել եւ հետեւել թե ինչեր են ջրի երես դուրս գալու կոռուպցիայի մասով։ Գիտեք, կոռուպցիայի դեմ պայքարը մեր կառավարության, մեր մեծամասնության առաջնահերթություններից է եղել եւ կա այդ առաջնահերթությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխությունից հետո մի շարք պետական պաշտոնյաներ իրենք նաեւ եթե շեղվել են արժեքներից, ենթարկվել են այդ թվում քրեական պատասխանատվության։ Բազմաթիվ գործեր կան նաեւ դրա մասին, այսինքն այդ ամեն ինչը բոլորի մասին է, կապ չունի նախկին իշխանությունների, ներկա իշխանությունների, ապագա իշխանությունների, դա բոլորի մասին է։ Բայց եթե Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները նույն բաները ասում էին 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, դուք հիշում եք, հետո ինչ տեղի ունեցավ, ժողովուրդը իր կամքը ցույց տվեց, ժողովրդի իր վերաբերմունքը ցույց տվեց։ Եվ մենք տեսանք, որ ժողովուրդը նաեւ ժողովրդի մի մասը ընտրեց իրենց որպես խորհրդարանական ընդդիմություն եւ տեսանք, որ իրենք որպես խորհրդարանական ընդդիմություն երևի կրկնակի ավելի ապիկար են, քան թե եղել էին որպես իշխանություն։ Եվ այսինքն սա մարդիկ են, որոնք որ իրենք քաղաքական ուժեր են, որոնց նպատակը որքան վատ, այնքան լավ սկզբունքն է, այսինքն որքան վատ Հայաստանի համար, որովհետև Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունները նրանց համար նույնական են։ Եթե նրանք չեն սիրում Հայաստանի իշխանություններին, ապա նրանք Հայաստանի իշխանություններին վնաս են տալու այնքան, նույնիսկ եթե դա նշանակի վնաս տալ Հայաստանին, այսինքն թիրախը կարևորն այն է, որ վատ լինի, երկրում վատ լինի, պրոբլեմներ լինեն եւ իրեն կարողանան այդ պրոբլեմները կապիտալիզացնել, այդ պրոբլեմները դարձնել քաղաքական պայքարի դիվիդենդ եւ դրա շնորհիվ փորձ անել Հայաստանում վերցնել որ դուք եք դարձնում քաղաքական պայքարի դիվիդենդ, որ կոռուպցիայի դեմ պայքարը գործիք է քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար, ապօրինի ծագման գույքի այդ գործընթացը
խտրական է եւ ելի օգտագործում է ինտիմադիրների, ձեր քաղաքական հակառակորդների նկատմամբ քաղաքական նպատակներով։ Այստեղ գիտեք, հարցը հետեւյալն է։ Ինչպես է ստացվել, որ ապօրինի գույքի բռնագազման օրենքի հիմնական, այսպես, օբյեկտը հանդիսանում են նախկին պաշտոնյաները, որոնք որ դարձել են իրենց պաշտոնավարման ընթացքում դարձել են մուլտիմիլիոնատերեր։ Ոնց է դա ստացվում։ Դա իրենց այդ հարցերը տրվել են եւ տրվելու են իրավապահ մարմինների կողմից։ Եվ դրա ամենահիանալի լակմուսի թուղթն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պատգամավորները իրենք ապօրինի գույքի բռնագազման օրենքին հակասահմանադրական ճանաչելու հայցով դիմեցին սահմանադրական դատարան։ Եթե իրենք մտածելու բան չունեին, ապա ինչու էին դիմում սահմանադրական դատարան։ Պարզ է, չէ, դիմում էին, որ սեփական գողոնը պաշտպանեն։ Եվ սահմանադրական դատարանը բոլորովին վերջերս կայացրեց իր վճիռը, որի համաձայն օրենքը ճանաչվեց սահմանադրական եւ վերջին շրջանի հատկապես ակտիվացումները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այդ շրջանակների նաեւ պայմանավորված է սրանով, որովհետեւ իրենք կորցրեցին իրենց վերջին հույսը սահմանադրական դատարանի որոշման մասով, իրենց գողոնը պահելու մասով, իսկ դատարաններում արդեն իսկ այս գործերը մտել են իրենց հաջորդ այսպես առարկայական փուլի մեջ $500 միլիոն ավել արդեն վերադարձվել է պետական կամ համայնքային բյուջե, իսկ այս պահին դատարան ուղարկված հայցադիմումներով պահանջվող այսպես հարստության գումարային չափը $1.5 միլիարդ է մոտավորապես, եւ ես կարծում եմ վստահ եմ, որ դա ավելանալու է, գնալով տենդենսը ավելանալու է, եւ խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չի, Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, այս ցանկը անվերջանալիորեն կարելի է շարունակել, մարդիկ ովքեր որ ուղղակի միլիոններ են կուտակել լինելով իշխանություն, երբեք չզբաղվելով այլ բիզնես գործունեությամբ, ոնց է հնարավոր դա անել։ Տեղափոխվեք Հայաստանի ներքաղաքական դաշտ, այստեղ ինչ է կատարվում, ինչի մասին են այս խմորումները, ինչի մասին են հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի առերևույթ հակադրությունները, նրանք պայքարում են հանուն եւ ընդդեմ ում եւ ինչի, իրար դեմ, թե ձեր դեմ, ընդհանուր ինչ է կատարվում։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանի հետ, մենք հասանք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ընդհանուր ինչ է կատարվում, երկրորդ, երրորդ նախագահներ, հետո կանցնենք իհարկե իմպիչմենտին, որ չգիտեմ, սկսվել է թե ավարտվել։ Գիտեք, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական իդենտիկ քաղաքական գործիչներ են, քաղաքական իրենց կոդի իմաստով, նրանք երկուսն էլ գողապետության եւ կոռուպցիայի սիմվոլներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում եւ արժեքային ու սկզբունքային իմաստով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև չեն կարող լինել հակասություններ, որովհետեւ դա նման է մաֆիոզներին, գիտեք, մաֆիոզները իրենց մեջ կարող են ունենալ, կարող են ունենալ հակասություններ, նույնիսկ կարող են իրար հետ հաշիվներ մաքրել ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզը մնում է մաֆիոզ եւ իրենց այս խաղերը մաֆիոզական խաղեր են, որոշակի ազդեցության գոտիներ բաժանելու ընդդիմության էլեկտորատի մոտ ազդեցության գոտիներ բաժանելու համար։ Հիմա իրանք ուղղակի փորձում են հնարավորինս ավելի շատ ընդդիմադիր ձևանալու process-ի մեջ մտնել եւ մեկը մյուսին որպեսզի եկող խորհրդարանական ընտրություններում այսպես արևի տակ իրենց տեղը կարողանան ապահովել խորհրդարանում, սա է ընդհանրապես, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են եւ գիտեն, որ իրենք ժողովրդի աջակցությունը չեն ստանալու եւ իրենց հույսն այն է, որ մի քանի մանդատ ունենալով կարողանան պղտորել ջուրը, կարողանան իրենց գողոնի պահպանության համար այս կամ այն իրավական process-ները նախաձեռնել, որովհետեւ սահմանադրությունը падգամավորներին այդ հնարավորությամբ օժտում է։ Գիտեք, Հայաստանում կա մի հատ բան, այսպես գաղափար, որ նախկիններ, ու մեզ էլ մեղադրում են մարդիկ, թե խի ենք անդադ նախկիններ դրան։ Բայց ուզում եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենք նախկին չեն, իրենք ներկա են։ Այո, իրենք նախկին իշխանություններ են, բայց իրենք ներկա ընդդիմություն ունեն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների արդյունքում
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային ժողովում ունեն 30% իշխանություն։ 30% մանդատների քանակով նրանք իշխանություն են, դա իշխանություն է, դա նշանակում է, որ իրենք կարող են դիմել սահմանադրական դատարան այս կամ այն օրենքը հակասահմանադրական ճանաչել։ Իրենք կարող են երկրում միջավայր փոխելու իրական լծակներ ունեն հանրային կյանքի վրա ազդելու։ Նրանք միջազգային հանրության համար ամեն դեպքում ընդդիմություն են եւ իրենց խոսքը չի հնչում որպես պարզապես արտախորհրդանական ուժի կամ քաղաքասարակության, դա հնչում է որպես խորհրդանական ընդդիմության խոսք եւ իրենք կարող են անել հայտարարություններ, գեներացնել process-ներ, որոնք կարող են բացառաբար ազդել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության վրա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա, այսինքն իրենք կարող են ռեալ, եթե օգուտ չտան, իրենք կարող են շատ կոնկրետ վտանգներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, ներքաղաքական կայունության համար կարող են, նրանք փորձել են դա անել, նրանք փորձել են բազմաթիվ առիթներով Հայաստանում նաեւ ներքաղաքական խժդժություններ ստեղծել եւ նրանք այն ինչ որ արեցին Լեռնային Ղարաբաղում, դուք հիշում եք, որ իրենց նաեւ կազմակերպման այնտեղ տեղի ունեցավ ուրեմն հեղաշրջում, որից հետո եւ եկավ իշխանության իրենց սրտի նախագահը, որով որ իրենք այստեղ ուրախանում էին եւ ասում էին, որ հաջորդը պիտի լինի Հայաստանը, եւ դրանից մի քանի օր հետո ուրեմն իրենց իշխանությունը այնտեղ լուծ արեց Լեռնային Ղարաբաղը։ Ես ուզում եմ ասել, որ մարդիկ, երբ որ ասում են նախկիններ, հիշեն, որ չէ, իրենք Հայաստանում 30% խորհրդանական իշխանություն ունեն։ Եվ եթե հանկարծ իրենք մի պահ պատկերացրեք, որ էլի ավելին ունենան, իրենք Հայաստանի հետ կանեն այն նույն բանը, ինչ որ արեցին Լեռնային Ղարաբաղի հետ։ Բայց բնականաբար դա մենք թույլ չենք տալու, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա թույլ չի տալու, եւ այս պայմաններում Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավոր ճակատամարտը լինելու է գոնե սեփական գողոնը պահպանելու եւ արդարադատությունից խուսափելու համար ստեղծել պայմաններ։ Քանի որ Ղարաբաղից խոսեցիք, անդրադառնանք մեկ-երկու հարցով նաև հայ-ադրբեջանական գործընթացին, հիմա ինչ փուլում ենք, առաջիկայում ինչ սպասել, հեռանկարում ինչ է սպասվում, որքանով է հավանական առաջիկայում խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որքանով է հավանական այն ինչ չի բացառել ազգային ժողովի նախագահը, որ առաջիկա շփումները կարող են լինել ամենաբարձր մակարդակով, այսինքն Փաշինյան-Ալիև։ Մենք դուք տեսաք, որ Ալբանիայում վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը զրույց ունեցան, եւ մենք հայտարարել ենք, որ քանի որ արդեն իսկ համաձայնեցված է խաղաղության համաձայնագրի տեքստը եւ երկուստեք հրապարակվել է հայտնվել է համաձայնության մասին, որ ըստ էության վերջնականացվել է տեքստը, մենք առաջարկել ենք անցնել հաջորդ փուլին, ֆիքսել օրը եւ տեղը եւ գնալ ու ստորագրել։ Մենք պատրաստ ենք դրան։ Ադրբեջանն իհարկե տարատեսակ նախապայմաններ է փորձում առաջ քաշել, բայց մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր քաղաքական ուղեգծին, մեր նպատակին եւ գնալու ենք այս ճանապարհով։ Իհարկե կարող են լինել, եղել են, կան եւ կլինեն շփումներ ամենատարբեր մակարդակով, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով եւ այս բոլոր քննարկումների կիզակետում խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցն է եւ մենք արդեն մեր պատրաստակամությունը հայտնել ենք։ Ադրբեջանի մեծ հայտնի նախապայմանների ձատ էլ նախապայմաններ կան, որոնք ամրագրված են կամ ամրագրված չեն համաձայնագրում, մասնավորապես հիմա խոսակցությունների մակարդակով նշվում է երրորդ երկրների ռազմական ներկայության հարցը։ Գիտեք, մենք այն որևէ նախապայմանի մասին խոսք չկա համաձայնագրի տեքստում, համաձայնագրում կան ուրեմն արձանագրված ֆունդամենտալ բաղադրիչներ, որոնք որ Հայաստանի կենսական շահերի տեսանկյունից չափազանց կարևոր են, այդ տեքստի մեջ մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, մենք պարտավորվում ենք ապագայում երկուստեք պայմանավորվում ենք ապագայում իրար նկատմամբ չունենալ որևէ տարածքային պահանջ սահմանների անձեռնմխելիությունն ենք ճանաչում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն ենք բացառում, այսինքն սրանք ֆունդամենտալ դրույթներ են, Ալմատայի հռչակագրի սկզբունքներն են ամրագրում, սրանք ֆունդամենտալ սկզբունքներ են, որոնք որ էականորեն բարձրացնելու են կայունության կշիռը տարածաշրջանում Եվ դուք գիտեք, որ Ադրբեջանը հրապարակային դաշտում խոսել է տարբեր թեմաների մասին, Մինսկի խմբի սահմանադրության եւ այլն, մենք մեր դիրքորոշումները այս մասով եւս հայտնել ենք, այդտեղ փոփոխություններ չկան, մենք կարող ենք դիտարկել, որ
համաձայնագրի ստորագրման դեպքում ըստ էության նույն օրը ստորագրենք եւ համաձայնագիրը եւ Մինսկի եւ դիմենք Մինսկի խմբին Մինսկի խմբի ֆորմատը լուծարելու մասով մեր առաջարկը բաց է եւ շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ։ Դուք խոսում եք կայունության, անվտանգության մասին, երկրորդ նախագահն ասում է, որ դուք չեք կարողանում ապահովել այդ կայունությունը եւ անվտանգությունը, իսկ ինքը իր նախորդ փորձը ցույց է տվել, որ ճգնաժամային իրավիճակներում շատ լավ կարողանում է ապահովել արդյունավետ կառավարում։ Ինչը ձեզ մոտ չի ստացվում։ Ընդհանրապես արտաքին քաղաքականությունը ասում է, դա քաղաքականություն չէ, խայտառակություն է։ Կայուն ճահիճն էլ է կայուն։ Կայուն ճահիճը կայուն է, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը դա նման է եղել ճահճի, որը եղել է կայուն եւ կայուն քաշել է մարդկանց իր ուրեմն հորձանուտի մեջ։ Եվ ես նորից եմ ասում, եթե Ռոբերտ Քոչարյանի կառավարման հաջողությունները դա այն է, որ ինքը պատրաստվում էր մեղրին տալ Ղարաբաղի դիմաց, այնա որ ինքը գույք պարտքի դիմաց հրեշավոր ծրագիրն արեց, եթե այնա որ տասնյակ քաղաքական սպանություններ տեղի ունեցան, հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, մարտի 1 տեղի ունեցավ, եթե դրանք համարվում են ճգնաժամային եթե ինքը այդպես է ճգնաժամը կառավարում, ապա վայ այդ կառավարմանը, ուրեմն մեր ժողովուրդը բնականաբար զզվել է այդ կառավարումից, մեր ժողովուրդը բնականաբար թույլ չի տալու այդ հրեշի որևէ տիպի վերադարձ քաղաքական ուրեմն կառավարման համակարգին եւ ամեն անգամ երբ որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է, ինքը բնականաբար նաեւ թարմացնում է մեր հանրության հիշողությունը։ Ես նույնպես խորհուրդ եմ տալիս, որ ինքը հաճախ խոսա, որովհետեւ ես ասել եմ մի քանի անգամ, որ իրենք Հայաստանի դժվար անցյալի կենթանի հուշարձանն են։ Իրենք ամեն անգամ երբ որ իրենք հայտնվում են, մենք դա մեզ համար խրատ է մեր անցյալի մասին, դա մեզ համար հիշեցում է, թե ինչպիսին մենք պիտի այլևս չլինենք, հետեւաբար ինքը շատ կարևոր գործառույթ է անում։ Գիտեք, մենք հիմնականում կանգնեցնում ենք արձաններ են մարդկանց համար, ովքեր որ օրինակ են ծառայում, չէ՞, բայց որովհետեւ արձաններ չեն կանգնեցնում են մարդկանց համար, որոնք ոչ թե օրինակ են ծառայում, այլ խրատ են ծառայում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենց խմբակցությունները, իրենք կենթանի հուշարձան են։ Իրանք միշտ պիտի խոսան, որ մեր հանրությունը իմանա, թե ինչպիսին չպետք է լինել, որ մեր հանրությունը իմանա, թե ինչպիսի քաղաքականության վերադարձ պիտի ոչ մի դեպքում չլինել եւ ես միայն ուրախ եմ որ նրանք իրենց իրական դեմքը ցույց են տալիս այդտեղ քաղաքական իմաստով նրանք մեզ որևէ կերպ չեն վնասում նրանք ընդհակառակը նույնիսկ օգուտ են տալիս հանրությանը ակտիվությունը ակտիվանալը կամ փորձերը միայն Հայաստանի հասարակության համար է թե նաեւ դրսի ուշադրություն դարձրեք որ ասուրիսը տեղի ունեցավ Ռուսաստանի արտգործնախարարի Հայաստան այցի նախօրեին սրանք զուտ պատահական համընկնումներ են թե Չէ, ես կարծում եմ, որ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իրենք հաճույքով աճուրդի են հանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրենք գնորդ են ման գալիս եւ գնորդը հասկանալի է թե որտեղից են իրենք այդ գնորդին փնտրում եւ հիմա իրենք իրար հետ նաեւ մրցակցում են դրա համար թե ով է ավելի ցանկալի վաճառվելու համար, հա, իրենք իրենց են նաև քաղաքականապես հանել աճուրդի, որպեսզի կոնկրետ այդ վաճառքի այդ գործարքում, որպեսզի իրենք լինեն վաճառվող կողմը։ Պարզապես խնդիրն է, որ իրենց հետ իրենք նաև փորձում են վաճառել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նույն Ռոբերտ Քոչարյանը չի բացառում Հայաստանը միութենական պետության մաս դարձնել։ Նույն Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Հայաստանից պատերազմ սկսելու մեջ։ Նույն Սերժ Սարգսյանը եւս մեղադրել է իր ինտերվյուներից մեկում հարցազրույցներից մեկում որ Հայաստանը Ադրբեջանի ուղղությամբ քաղաքացիական բնակչությանը խոցել է սրանք բոլորը ցուցմունք են սեփական պետության դեմ սրանք բոլորը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կոպտագույն ոտնահարման դրսևորումներ են եւ իհարկե իրենց համար իրենց խոսույթը ունի նաեւ արտաքին շահառու եւ իրենք նաեւ խոսում են այդ արտաքին շահառուի համար ինչու որովհետեւ իրենք չեն կարող պետության ներսում քաղաքական գործունեությամբ զբաղվել եւ դրա արդյունքում ձայն վաստակել ամբողջ հարցն այն է որ իրենք մշտապես Հայաստանում քաղաքական կապիտալ կուտակել են դրսի ուրեմն հովանավորչության արդյունքում իրենք ուրիշ ձև ուղղակի չեն հասկանում ոնց կարելի է ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվել ու դրա համար էլ երբ որ ես երբեմն մարդը կարող ասել լավ ես չեն հասկանում ինչ են խոսում հա բաներ են ասում որոնք որ թվում է թե պիտի չասեն որովհետև իրենց էլ քաղաքականապես վնաս է
Պրոբլեմն այն է, որ իրանք հիմա ժողովրդավարության մեջ են գործում, այսինքն Հայաստանում հիմա ժողովրդավարություն է, ասես լույսերը բոլորի վրա են, խոշորացույցները բոլորի վրա են, եւ այստեղ քաղաքական խոսքը կենտրոնական դեր ունի։ Այն ժամանակվա պես չի, որ Քոչարյանը, ասենք օրինակ 2 ժամ խոսա, այնքան մոնտաժ անեն, ծռեն, դզեն եւ այլ, որ այդ անգրագիտությանից մնա ինչ որ մի հատ ստերիլ մի բան։ Հիմա ոնց էլ ուզում ես խոսա, միևնույն է, տեխնոլոգիաներն այնպես են, որ հանրությունը տեսնում է քո իրական դեմքը, ու դրա համար եմ ասում, ինչքան Ռոբերտ Քոչարյանը խոսա, ինչ ուզում է անի, միևնույնն է, միայն իր վիզուալ պատկերը, նա իր միմիկաները չի կարող կառավարել, հա, մատնում է, այսինքն այդ ատելությունը սեփական ժողովրդի նկատմամբ, սեփական պետության նկատմամբ իր աչքերի մեջ երևում է եւ ինչ էլ ուզում է անի, ուզում է, ասենք մութ սենյակում հարցազրույց տա, միևնույնն է, մարդիկ շատ լավ գիտեն իրան, միևնույնն է, այդ բառերը գնալու են բախվեն պատին եւ փշուր լինեն եւ գրոշի արժեք չունեն։ Մեր ժամանակը թեև սպառվել է, բայց քանի որ սկզբում նշել եմ, 1-2 հարցով էլ անդրադառնանք իմպիչմենտի գործընթացին, ընդհանրապես ինչպես եք վերաբերում։ Խորհրդարանից դուրս նախաձեռնություն եղավ երկու քաղաքացիների կողմից, հետո խորհրդարանի ներսում երկու падգամավոր նախաձեռնեցին, մեկը մյուսին չեն միանում, հայտարարություններ են հնչում, հիմա չմանրամասնեմ, հա, ով ինչ է հայտարարում, պայմանով առանց պայման չենք միանում եւ այլն։ Ընդհանրապես ինչպես եք վերաբերում սրան։ Դա մեռելացին գործընթաց է։ Այդպես, վերաբերմունքը դա է։ Կարճ եւ կոնկրետ։ Այս ամեն ինչը 26 թվականի համապետական ընտրությունների համատեքստում է, դուք ինչ տրամադրվածություն ունեք պահպանել եւ ամրանալ, թե ինչպես։ Իհարկե, մենք բնականաբար մեր ժողովրդին խոստումներ ենք տվել, հանձնառություններ ենք ստանձնել։ Մենք մեր ժողովրդի դատին ենք ներկայացնելու այն կատարված աշխատանքը, որը եղել է։ Մենք մեր ժողովրդի հետ շարունակում ենք մեր զրույցը եւ խոսակցությունը եւ մենք պայքարում ենք այսօր ոչ թե Հայաստանում պարզապես ռեգուլյար ընթացիկ տնտեսական եւ այլ ռեֆորմների համար, մենք ըստ էության այսօր Հայաստանում պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար, Հայաստանի պետականության համար, Հայաստանի ժողովրդավարության համար։ Այս պայքարը պարզապես սովորական առօրեական պայքար չէ։ Մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ գրեթե բոլոր կողմերից հարձակում է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, եւ մենք այդ ինքնիշխանությունը պահելու ենք ամեն գնով, եւ մենք դա անելու ենք մեր ժողովրդի հետ ուսուսի տված, եւ ես վստահ եմ մեր ժողովուրդը մեզ հասկանում է, հասկանալու է եւ իր վստահության քվեով նաեւ հաջորդ ընտրություններին դա ապացուցելու է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, եւ զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, կհանդիպենք։